Սուրան անկյան ստացած հերթական զանգն ու Բարաշենից էր։ 48-ամյան Ունե Ստեփանյանից։ Բնածին արատներ ունեցող 3 անչափահաս երեխաների մորը անօգնական վիճակն ու երեխաների հետագա ճակատագրի հանդեպ ունեցած անորոշությունը հուսահատության էր մատնել։ Մեծ տղան 11-ամյա Արտյոմը խոսքի ու մտավոր խնդիրներ ունի։ Միջնեկ որդին 10-ամյա Արենը աչքերի ու գլխուղեղի, ամենածանրը 7-ամյա Նատալիի վիճակն է։ Աղջիկս ասմա էլ ունի փոքր ժամանակվանից բրոնխիտայինքը հենց սկսում է վատանալ, մենք ապարատով ենք իրան շնչացնում դեղերը, տենց դեղերով նոր հազիվ ոտյակ կանգնում ինքը, մի քիչ որ ներվայնանումը սկսում է բաներներ երեխին կապտել, շունչը կտրվում է։ Ընտանիքը մի քանի տարի է առանց հոր է ապրում։ Նա դեռ տարիներ առաջ է լքել ընտանիքին ու հեռացել։ Նունեն պատմում է, թե կյանքի գնով է մեծացնում երեխաներին։ Երեխաները մինչև հիմա սարսափով են հիշում հոր պարբերական բռնությունները։ Նունեն այսօրվա պես է հիշում այն սարսափելի օրը, երբ ամուսինը հերթական անգամ ալկոհոլի ազդեցության տակ երեխաների աչքի առաջ ծեծի ենթարկեց իրեն։ Աշխատանքից եկավ, ճիշտ ասած ինքը սերում էր խմելու, խմած եկավ ու սկսեց պատճառաբանություններ, ու տենց ինձ էր ծեծել, միջնեկ տղայիս էր ծեծել, տենց էլ ինքը լավ երկուսից է ծեծեց, աղջիկս քնած էր, ճիշտ ասած մենք հազիվ տնից փախանք, ինձ որ խփել էր գլուխս պատերին, ես հիմա գլխի շատ ծանր վնասվածք ունեմ, հենց ասած որ խփել այդ հետևանքով ուռուցք ունեմ։ Պապայի հետ ինչ հիշողություններ ունես։ Մեկ ոնց այն է խփել, ծեծում էր մամային, հետո ունում էր գասեր առաջ խմած։ Հենակությունից են վախենում, մի քիչ բարձր խոսում են, վախենում են։ Միջնեկիս բնածին դուրս է եկել, բնածին այլի առադով իր այդ պորտում գրիժա ունի։ Հիմա իրան ընդհանրապես չի կարելի ոչ նստել, պետք է պարկի, հանգստանա, դեղերը խմի, ստիպված դենց շաբաթ 2 անգամ եմ դպրոց տանում, որ կարանա գոնե չկտրվի էլի այդ ամեն ինչից, գոնե մի բան սովոր երեխեն իմանա։ Պատկի ասեք, ես որ ուղարկում եմ դպրոց մի տեղ, անհամբեր սպասում եմ հանգարց մի վատ բան, մի լուրջ չասեն էլի, վատացել եմ մի անգամ դպրոցում, ասում եմ խառնվել ենք իրար։ Անասելի դժվար է, երբ հիվանդ ու միայնակ կինը ստիպված է լինում մտածել նաև օրվա հացի մասին, անկեղծանում է Նունեն։ Կենցաղային տարրական պայմաններից զուրկ այս տանը մայրն ու երեխաներն ապրում են հանգստությունն ու ուրախությունը վաղուց մոռացած։ Վախով են ապրում, ասում է, հողից է սարքած, խոնավություն կա, ինչն ավելի է խորացնում իր ու երեխաների առողջական առանց այն էլ վատ վիճակը։ Ամեն օր ապրում են տան փուլ գալու վտանգով, զգում է առաստաղի իջնելը։ Մի ուրիշ վախել ունեն, ամուսինը պարբերաբար սպառնացել է վտարել նրանց տնից։ Եթե մի օր գա, գուցե դա իրականություն դառնա, Նունեն չի բացառում։ Վարձով գնալու հնարավորություն չունեն, խեղդում է հուզմունքն ու պատմում։ Կարող է իր որոշումը դնել հանի դուս մեզի։ Ես հենց սպասում եմ, այդ անընդհատ այդ վախերով եմ էլի սպասում, որ փողոցում կարամ հայտնվեմ, մնալու տեղ չունեմ, որ միջև մենք ընդհանրապես լուրջ չունենք, իր երեխեքին չի զանգում։ Սաղի վրա ենք թողը գնացել է, երեխեք ընդհանրապես արդեն մոռացել են ճիշտ ասած, մենակ այդ վատ պահերն է իրանց մեջ տպավորված։ Առողջական խնդիրների պատճառով նախկինում բուժքույր աշխատող Նունեն հիմա անաշխատունակ է դարձել, օրորի վատացող առողջության պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները խորհուրդ են տվել անհապաղ բուժվել հիվանդանոցում, ինչի համար սակայն գումար չունի։ Ներկայիս մեզ խեղդվում եմ, բերանս չորանում է, թթվածինս պակասա չի հասնում էլ այդ ուռուցքի համար, չի հասնում հենց բուն ուղեղին, որ կարանամ ես շնչեմ, անդադ 10 մետր քայլում եմ, շնչս կտրվում է։ Ինքը չկամ առն դեղի, որ նեղվում է։ Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը երեխաների թոշակն է։ Ամեն մեկինը 39,000 դրամ, իսկ նպաստը 38,000 դրամ է, որը հաճախ չի բավականացնում հատուկ խնամք պահանջող 3 երեխաների սննդին, հագուստին ու դեղորայքին։ Համ ոտքի խնդիր ունեմ, 2 անգամ վիրահատվել եմ, զոբ ունեմ, շնչառական խնդիր ունեմ, քիչ առողջականը շատ բարդ է, չեմ կարող աշխատեմ ու երեխեքս էլ բարդ երեխեք են,
անընդհատ իրանց հսկողության տակ պետք է պահեմ, տանելա, բերելա։ Նունեի ամեն օրը պայքար է։ Ուժեղ լինելը նրա համար ոչ թե ընտրություն, այլ կենսական անհրաժեշտություն է դարձել։ Հարևանները, բարեկամներն ու սրտացավ մարդիկ փորձում են ամեն կերպ օգնել այս ընտանիքին, մինչդեռ խոնավ պատերի ներսում երեխաները հաճախ են հիվանդանում։ Ասում են լավ է, որ գոնե բարի մարդիկ կան։ Ամիսը մի քանի անգամ օգնում են սննդով, իսկ ծայրահեղ դեպքում երեխաների հետ ոտքով գնում է տարբեր կազմակերպություններ մի կտոր հաց ուտելու համար։ Անպատմելի է իրավիճակի ծանրությունը։ Նունեն մարդկային առումով շատ լավ մայր է, առավոտվանից մինչև երեկո ինքը իր երեխաների համար վազում է, ոչ մի ջանք չի խնայում, ինքը իր անձը դրել է մի կողմ ու ապրում է այդ երեխեքի համար։ 11-ամյա Արտյոմի միայն հայացքից կարելի է կռահել, թե ինչքան տխուր է ու հոգեպես ընկճված։ Ցույց տվեց իր սարքած ռոբոտ մեքենան ու պատմեց երազանքների մասին։ Զուգահեռ մտածում է, թե ինչպես օգնի մորը, որ մեղմանան օր-օրի ուժ գնացող ցավերը։ Ուզում եմ ունենալ հորախոս, մեկը նորմալ քներ ուտեղ ու տաք լինի տունը, ուտերիք, որ կարողանանք գուտենք նոր քաղցե բաներ։ Ես ուզում եմ դառնամ ծրագրավորը։ Մեծ վաղտի դառնամ, իրեքից մի բան կդառնամ, փողեր կասխատում մաման կօգնեմ։ Երբևէ հայրական սեր ու ջերմություն չստացած տղան պատմեց թաքուն պահվող իր երազանքի մասին, ցույց տալով նկարները։ Իսկապես տաղանդավոր է, բայց ամսական 10,000 դրամ վարձը չունենալու պատճառով Նունեն ստիպված երեխային հանել է նկարչական խմբակից, կիսատ թողնելով տղայի երազանքները։ Ինքս ուզում եմ նկարող դառնամ, որ Ալինին աղբերս օգնեմ։ Ունեն որ ռոբոտներ հավաքող։ Դժվար է մխիթարանքի խոսքեր գտնել վաղ տարիքից միայն դառնություն տեսած, մշտական վախը սրտում ապրած երեխաների համար։ Սակայն նրանք շարունակում են ապրել աղոտ մի հավատով, որ աշխարհն այնքան էլ վատը չէ, որքան թվում է։ Այս պահին միայն նրանց համար ամենակարևորը թեկուս այս վիճակում հայտնված իրենց մոր ջերմացնող ներկայությունն է։ Մոր հանդեպ անսահման սերն ու գորովանքը անհատնում է։ Պատին են փակցրել, մեր տան Աստվածն է մայրս։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։